Հովհաննես Թումանյան, Շունն ու կատուն։ Ժամանակով կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ։ Միայն գիտեմ ոչ որդի անց որդի ճանկել էր մի գառան մորթին։ Եկավ մի օր, ձմեռվա մտին, կատվի կուշտը տարավ մորթին։ Բարաջողում ուստափիսով, գլուխս մրսեց, իսեր Աստծո, արեց մորթին ու ինձ համար մի գդակ կարի գլխիս հարմար։ Վարձիդ համար միամիտ մնա, համա շատ չուշանա։ Աչքիդ վրա քեռի քուչի, մի գդակա, հոմի քորք չի, քու թանկագին խաթեր համար, ուրբաթորը համեցեք տաս։ Փողի մասին ավելորդա, մեր մեջ խոսալն էլ ամոթա։ Ինչ մեծ բանա տո հերորնած, միայն մի գդակի վարձ։ Ուրբաթ օրը քեռի քուչին ուստի ծառաց, բաց կուճին, թափ տալով ծանրումեց, ուստա կատվի շեմքում կանգնեց։ Ուստեն ուրա, փափախս ուրա, մի քիչ կացի հրեսկերևա։ Ուստեն եկավ քուրքը հագին, շանը տեսավ, բեղի տակին իրեն քիչ փնթփնթաց, մուշտալու վրա թնդաց։ Ցուրտը տարավ, վահ, տնաշեն, չես թողանում մի շունչ քաշեն, հեշտ բան հոչի, հրանոր եմ ցրցան տվել, թե որ կարեմ։ Դե հերորնած էտենց ասա, էդ բարկանալդ էլ ինչի՞ց է։ Փող եմ տվել, վախտին կարի, թե չէ, ասա էգուց արի։ Համ ասում ես, համ չես կարում, համ խոսում ես, հրես գոռում, համ, քանի ախպեր գնամ ու գամ։ Ասավ քուչին ու նեղացած վերադարձավ գլուխը ընկած։ Մին էլ եկավ, դարձյալ չկար։ Էս անգամը դիպան իրար, էլ անպատիվ, անկարգ խոսքեր, էլ հին ու նոր, էլ հերն ու մեր, էլ գողքիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվան բաշուն։ Շունը մինչև գնաց եկավ, ուստա կատուն կոտրին ընկավ, գլուխն առավ ու մի գիշեր, հայդե կորավ, էն կորչիքներ։ Էն օրվանից մինչև օրս էլ շունն էս բանը չի մոռացել։ Մտքում հլա դեռ պահում ա, որտեղ կատվին պատահում ա, վեր ա թռչում, վրա վազում, իրեն մորթին ետ ա ուզում։ Իսկ սևերես կատուն հանկարծ ետ ա դառնում ու բարկացած, փշտացնում ա, մթամ նորեն ցրցամ տվել, թե որ կարի։ Ձեզ համար կարդաց Կարինե Սիրարյան։